Ինչպիսին կլիներ երկիրը, եթե ունենար Սատուրնի օղակներից։ Եկեք հասկանանք։ Կունենայինք անչափ գեղեցիկ երկինք։ Եթե երկիրը ունենար օղակներ, մենք կտեսնեինք փայլուն կամարաձև աղեղներ երկնքում, հատկապես հասարակածի մոտ։ Պատկերացրեք մայրամուտներ, որտեղ շողացող աղեղները տարածվում են հորիզոնից հորիզոն։ Գիշերներն այլևս նույնը չէին լինի։ Օղակները կարտացոլ էին արևի լույսը եւ գիշերները կլինեին շատ ավելի լուսավոր։ Աստղեր, նրանց գուցե այլևս շատ չտեսնեինք։ Օղակների տեսարանը կդառնար համաշխարհային տուրիստական գրավչություն։ Հասարակածին մոտ քաղաքները կունենային լավագույն տեսարանները։ Պատկերացրեք երկինք շողշողացող տիեզերական զարդերով։ Բացի այս գեղեցիկ տեսարաններից կհանդիպեինք շատ անհարմարությունների նույնպես, քանի որ մեր բնությունը հավասարակշռությունից դուրս կգար։ Դեպի տիեզերք թռիչքներ կատարելը խնդիր կդառնար։ Մեծ օղակները կարող են խանգարել տիեզերանավերի եւ արբանյակների աշխատանքին։ Կլիմայի անհավասարակշռություն։ Օղակները կփոխեին արևի լույսի բաշխումը, ազդելով կլիմայի վրա։ Այս իրավիճակում որոշ շրջաններում հնարավոր է նույնիսկ փոքր սառցե դարաշրջաններ սկսվեն։ Ջրերը եւ ձգողականությունը։ Երկրի շուրջ լրացուցիչ զանգվածը կարող է փոխել ձգողականության ուժը։ Այն կազդի ալիքների ու ջրի հոսքերի շարժի վրա, առաջացնելով նույնիսկ կենդանիների միգրացիա։ Օղակներով երկիրը աներևակայելի գեղեցիկ կլիներ, սակայն ինչպես հասկացաք, գեղեցկությունը երբեմն քաոսի է հանգեցնում։ Այնպես որ թող օղակները դեռ մնան Սատուրնի մոտ։